տապալել ենք ձեզ բոլորիդ, ձեր պետական ռեսուրսներով, հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, մնացած ոստիկանական զորքերով, մարդկանց վրա կրակելով, մարդկանց բանտեր նետելով, տապալել ենք ձեզ, այ բոլորիդ այսենց, ու հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը տենց, ես ասել եմ, դուք վերացող տեսակ եք, ձեր քանակը տենց գնալով փոքրանալու է, վերանալու է այս ամեն ինչը։ Եվ վերջում, ես ուզում եմ մասնակցել եմ բանավեճին, որը այնուամենայնիվ կա Ռոբերտ Քոչարյանի գործընկերների և Սերժ Սարգսյանի գործընկերների միջև, որպես մարդ, որը որ հեղափոխություն է արել, մեկը, որ եղել է այդ հեղափոխության մեջ։ Այո, դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք, դուք պետք է սատար կանգնեիք և Սերժ Սարգսյանին չպաշտպանեցիք, ոչ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ոչ Դաշնակցությունը, նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ տարրեր Սերժ Սարգսյանին այդ օրերին ես որպես հակառակորդ եմ դա ասում, չպաշտպանեցիք, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ուզում էր պատժեր Սերժ Սարգսյանին, ցույց տալով, որ ինքը այդքան չկա, ինչքան որ ինքը եւ պետքա կախվածության մեջ լինի, որոշ հանրապետականներ մտածում էին, որ արանքը կարող են ճղել եւ այդ շարժման շնորհիվ իրենք դառնան նոր վարչապետ,